Ռազմարտությունաբերությունը տնտեսական քաղաքականության օրակարգում է էկոնոմիկայի նախարարը չի մանրամասնում, բայց վստահեցնում է։ Մեկտեղելու են բարձր տեխնոլոգիաներն ու ճարտարագիտական ներուժը։ Մենք մեծածավալ հիմա աշխատանքներ ենք իրականացնում, առաջիկայում կարծում եմ ականատեսը կլինենք նաև ռազմարտությունաբերական ոլորտում մի քանի լուրջ նախաձեռնությունների։ Մինասյանը ԵԱՏՄ-ից հրաժարվելուն կողմ չէ, այլ ընտրանք չի տեսնում։ Նշում է, ինչ-որ մեկը բլիթներ չի բաժանելու, պետք է անցնել ագրեսիվ տնտեսական քաղաքականության ու օգտվել հնարավորություններից։ Զարգացման պոտենցիալ ունեցող ոլորտներից մեկը ոսկեգործությունն է։ Արծվիկ Մինասյանը Մերիդիանում է, ազատ առևտրի տնտեսական գոտուց մեծ սպասելիքներ ունի։ Ակնկալում ենք, որ այս տարի մենք կունենանք կոնկրետ այս ազատ տնտեսական գոտում շուրջ 300 աշխատատեղ։ Միջին աշխատավարձը կտատանվի 200-ից մինչև 300 դոլարի համարժեք դրամի շրջանակներում։ Ազատ տնտեսական գոտում ընկերությունները դեռ 3-ն են։ Արծաթե զարդեր պատրաստող Բագեզյանը մոտ 1 ամիս է սկսել է աշխատանքը։ 30 աշխատատեղ է ապահովում։ Զարդերի պահանջարկը մեծ է։ Առաջիկայում արտադրությունն էլ կավելացնեն, աշխատակիցների քանակն էլ։ Վաճառում ենք եւ արդյունքները բավականին նորմալ։ Դետալ առ դետալ մշակում են ու արտահանում տեղական այս ընկերությունը ռուսական շուկայում է արտադրանքը իրացնում։ Ազատ տնտեսական գոտին կառավարության ծրագրերից մեկն է։ Պետք է նպաստի ոսկեգործության եւ ադամանդագործության զարգացմանը։ Մենք sense մաքրում ենք, փայլացնում ենք, պատրաստում ենք, ուղարկում ենք իրանց։ Փոքրերից անցում խոշորներին, ինչ խնդիրներ ունեն ու արտադրության ավելացման ինչ հնարավորություններ։ Հայկական շողակն ադամանդագործության շուկայում նախկինի պես չի շողում։ Աշխատողները հարկադիր պարապուրդում են։ Շենքն այժմ նորոգվում է, ներդրումներ են կատարվել։ Ադամանդի վերամշակման հայկական առաջին կենտրոնը փորձում է ոտք է կանգնել։ Խնդիրներն ու հնարավոր լուծումները էկոնոմիկայի նախարարին են ներկայացնում։ Քանի որ սա պետք է ադամանդագործության կենտրոն է եղել նոր հաճելը, մենք ուզում ենք վերականգնել դա նորից։ Եվ հույս ունենք, որ կկարողանանք վերականգնենք։ Ադամանդագործությունն իր բարձրակետում էր 2000-ականների նախկին ցուցանիշին, աստիճանաբար վերադառնալու հույս ունեն գործարարներն էլ, էկոնոմիկայի նախարարն էլ։ Դայմոթեք մասնագետների պակաս ունի, աշխատանքի ծավալը մեծացնելու հնարավորություն կա։ Առաջ եթե մենք մշակում ենք միջին, ասենք, 1 կառատանոց, հիմա փորձում ենք մշակել ավելի մեծ քարեր, որի հաշվին աճում է արտադրանքի ծավալը, ինչպես նաև գումարը։ Թեթևացնել վարչարությունը, վերապատրաստել մասնագետների, մեծ աշխատանք կանելու ադամանների իրացման հարթակներ ձևավորելու գործում։ Հենց այս խնդիրներն է լուծելու էկոնոմիկայի նախարարությունը։ Ադամանդագործության, ոսկեգործության ոլորտի վերաբերյալ կանխատեսումները դրական են։ Սպասվում է, որ տարին ոլորտը կփակի 30% աճով։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։